Ժողովուրդ ջան, բարի լույս։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Առավոտյան ժամը 5:30 է։ Հիմա ես հատ սուրճ ես խմեմ ու դուրս գանք աշխատանքի։ Գույնը նայեք ինչ գեղեցիկ է։ Չգիտեմ կամերան ինչքանով կփոխանցի, բայց վերջն է։ Այս էլ մեր մյուս գազանիկն է։ Այսքան ժամանակ չի եղել առիթ որ ցույց տամ, բայց քանի որ այսօր սենց ենք սկսում, այս էլ մյուսի մեքենան է, ավելի ճիշտ կնոջս մեքենան է, 19 թվի է, օգտագործած ենք արել, բայց շատ լավ վիճակում, շատ քիչ քշած, ու իրա լավն է, շատ եմ սիրում այս ավտոն, մի քիչ պահելն է թանկ, գիչ է լավ թանկ է, ամեն մատած իմ ավտոյի, հևի կրկնակի է, կարելի ասել, Ազանն է, ունա մեր եղած չեղածը տեղավորենք ու շարժվենք աշխատանքի ենքան բան կասեմ, ես սենց, երգերպանի եղած չեղածն էլ ստեղ, այս էլ ստեղ, Այ հիմա բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, հուսով եմ բոլորդ լավ եք, շնորհակալ եմ ձեր կոմենտների, շնորհակալ եմ ձեր լայքերի համար, ամեն ինչի համար իրապես շնորհակալ եմ, ողջունում եմ ալիքին նոր միացած բոլոր մեր մյուս ընկերներին, ձեզ շնորհակալ եմ, որ միացել եք ալիքին, Հուսով եմ երկար կմնաք ալիքի հետ, ես էլ իհարկե կփորձեմ ապահովել ձեզ հետաքրքիր վիդեոներով, չնայած իմ երկար բացակայության, բայց ես նորից հետ եմ եկել ու կփորձեմ այնց անեմ, որ սենց դադարներ էլ չլինի։ Իսկ բոլոր մյուս մեր ընկերներին, ովքեր այս պահին դիտում են իմ վիդեոն ու դեռ գրանցված չեն ալիքին, խնդրես կրնեմ գրանցվել ալիքին, դնել ձեր լայքերը, գրել կոմենտներ, ակտիվ եղեք կոմենտների հատվածում Այդ ամեն ինչը օգնում է, որպեսզի վիդեոն տարածվի, դիտումները շատանան, ես էլ փորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել այս վիդեոների պատրաստմանը, մի խոսքով, բոլորիցս շնորհակալ եմ, նորից ներողություն եմ խնդրում երկար դադարի համար, դրա համար կա պատճառ, դրա մասին կխոսենք, Շատ եմ փորձել անկեղծ այս վերջերս նկարել եմ, փորձել եմ, բայց տենց ոնց որ մի բան են չի, սենց կիսատ պրատա չի ստացվել, չեմ տեղադրել, բայց այսօր որոշեցի վերջապես վիդեո անեմ, որովհետև դադարը իրոք շատ երկար է, արդեն հեսա կլինի մի ամսից մի քիչ պակաս։ Պատճառը ինչն է։ Պատճառներից մեկը այն էր, որ կարելի ասել գլխավոր պատճառը Uber չունեմ, Uber-ս անջատել են, դեռ չունեմ, Uber-ս անջատել են ու պատճառաբանելով, որ կա ևս մեկ Uber-ի account իմ նկարով, իմ վարորդական իրավունքով, բայց դեռ ուրիշ անունով, ինչը ես երբեք չեմ ունեցել,
Մի խոսքով նկար ուզեցին, նկարվեցի, իրավարարական իրավունքը տեղադրեցի եւ այլն, մի քանի ժամ հետո անջատեցին Uber-ս, դա մոտավորապես կլինի երևի մի ամիս առաջվա բան եմ ձեզ ասում։ Իմ լավ ընկերները ինձ խորհուրդ տվեցին ինչ-որ մի փաստաբանական գրասենյակ on-line ինքը գրանցվում ես, մի խոսքով, ինչ երկարացնեմ, գրանցվեցի, բացատրեցի, իրանք, չգիտեմ, իրանք ասեցին, որ կարող են ինձ օգնել, վճարնել տենց մեծ ինչ-որ գումարներ չի, $150 ուզել են սկզբից և $79 այդ գործի հաջողվելու դեպքում, եթե կարողանան այդ խնդիրները վերացնել, նույնիսկ եթե վատագույն դեպքում չլինի, գոնե կիմանամ, որ փորձել եմ, չի ստացվել։ Մի խոսքով, էտա սենց կիսատ պռատ աշխատել, դե, չգիտեմ, ինչ թվում է պատկերացնում եք արդեն ներվային վիճակ, անընդհատ էլի ընթացքում փորձում եմ զանգել, իրանց հետ այդ հարցը լուծել, էլի չի ստացվում, ու հիմա այս պահին ունեմ մենակ լիֆտ, արդեն 2 շաբաթ լիֆտով եմ աշխատում, բայց դե ինձ թվում է տղեկ ովքեր գործի մեջ են կհաստատեն, որ մենակ լիֆտի հույսին անհնար է, ստիպված միացնում եմ նաև այդ comfort ու excel տարբերակները, որպեսզի դե ստեղ գիտեք, ստեղ ինչ-որ ավել վճար է անում, եթե քո մեքենան commercial մեքենա է, ինքը ավել է մի քիչ վճարում, դրա համար շատ հաճախ ասենք նույնիսկ comfort-ի պատվերները վերջնական արդյունքում գալիս կանգնում է նույն բլայքի գնին, բայց ամեն անգամ չի իհարկե, ամեն դեպս հիմա տենց այդ տարբերակով դեռ ստիպված աշխատում եմ, ես ամեն ինչի համար եմ ասում, որտեվ շատ մեծ հավանականություն կա, որ օրվա ընթացքում կտեսնեք պատվերներ, որը շատ փոքր է գումարը պատվերի, բայց պատճառը դա է, որ ես հիմա այս պահին ուրիշ տարբերակ չունեմ, այնց որ բոլոր մեր լավ ընկերներին, ովքեր որ գիտեմ, հեսա մարդիկ կլեն, ովքեր կլեն, բա այդ ավտոն, այդքան մեծ մեքենան, այդ 2 կոպեկի համար, բա նույնիսկ անցած անգամ ընկերներից մեկը ինչ-որ սենց, չգիտեմ, ինչ էր պահը, ոնց որ վարորդներից լավ նեղված լիներ, մեկա գները քիչ է, այդ ձեզ քիչ է, ձեզ պետք է բան, ես չգիտեմ ինչ, մեկա դուք պատոշ եք, ինչ էլ տան քշելու եք, $12 համար, ինչ ասես կանեք, մենակ ավտոն չկանգնի, 12 ավելի ցածր պատվերներ, մի խոսքով, ես չգիտեմ դա ով այդ մարդը, ինչա, ոնց է մտածում, բայց ամենայն դեպս, այո, կան լիքը մարդիկ, ովքեր նախընտրում են կարճ պատվերներ անել, քան թե կանգնել ու ժամերով սպասել ինչ-որ մի հատ խոշոր պատվերի, դա նույնպես հասկանալի է, հենց որ դրա մեջ ոչ մի ինչ-որ տարօրինակ բան չկա, էտա ստիպված էտ են անում մարդիկ, մեծը կանեն, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա ու ուրախությունից թռվռում է, երբ որ $12 պատվեր է ստանում, ամենայն դեպս այդ խորիմաստ խելացի մեկնաբանությունները, չգիտեմ, ստիպված ենք անում, չգիտեմ ինչքանով եք այդ հասկանում, որ տենց բաներ է գրում կամ ասում, ամենայն դեպս իմացեք, որ մարդիկ ստիպված են անում, այո, մտել են այս գործի մեջ, ծախսել են բավականին մեծ ֆինանսներ, ժամանակ, ներվեր ու հիմա ոնց որ շատ հեշտ չի, որտեվ եթե դու ունես, ասենք, սովորական մեքենա, որով քշում ես AX կամ տենց ռեգուլյար բանի տակ, ոնց որ պատվերները black կամ SUV չի, դա մեծ հաշվով մեծի մասամբ քո տան մեքենան է, հիմա գործ չի լինի, չես քշի, բայց ասենք քո տան մեքենան ուզում ասեմ, սենց թենես դու այդ մեքենան պիտի ունենայիր։ Բայց մեր տարբերակում հիմա այդ տենց չի մի քիչ, որովհետև մենք այս մեքենաները ու մեր վարորդների
ճնշող մեծամասնությունը մեքենան առնում է զուտ աշխատանքի համար, եթե ասենք աշխատանքի հետ կապված չլիներ, համոզված եմ, որ մանավանդ մեր հայրենակիցների զգալի մասը չէր գնալու 70, 80, 100,000 տար այս սենց մեքենա առներ, որտեվ ավելի լավ տարբերակներ կան, եթե զուտ քո համարա, տան համարա, բայց մենք այս մեքենաները դրա համար եմ ասում, որ զուտ աշխատանքի համար ենք առել ու բավականին թանկ ենք վճարում ամսական, թե մեքենայի գումարը, թե ինշուրանսը, դրա համար շատերս նախընտրում ենք թեկուզ կարճ պատվերներով, բայց սենց ոնց որ շարժով ենք, ոչ թե կանգնած մնանք, որտեվ մեկը ես սպասել օրինակ այդ իմ համար մեռնելիք է։ Ինչևից է, այդ պահով ժողովուրդ ջան մի քիչ երկար խոսացի, բայց ուղղակի ուզում եմ ընդհանուր սենց իրավիճակը դες ներկայացնել, ինչա կատարվում է այս պահին, հույս ունեմ կբացեն, հատուկ էլի ողջույններս ուզում եմ ուղղել իմ բանակային ընկերներին, հատուկ ուզում եմ ողջունել բարևել իմ բանակային ընկերներից Հրաչին, Հրաչ ջան, հուսով եմ լավ ես, ցավը տանեմ, ուրեմն Հրաչը մոտ մի ամիս առաջ, մի 20 օր առաջ, ուրեմն անակնկալ էր սենց կազմակերպել, ունենք մեր մյուս բանակային ընկերը, ով Միացյալ Նահանգներում է էլի ապրում ու ինքը ստենդափ ներկայացում ուներ, ես տեղ կդնեմ Հելուկ ուզենար որ կար ջարդ ես կարը, չես կարը, չկար կար Պտի օզենար ես ամազոնի Արե քոմ մերը իմ հետնա, քո կնեք իմ աղկեննա Արե քոմոր կաթը նա էքսո յատնի Հայի տական Շալախոնան չէ, որ դեմ բացում ես Համոզված եմ շատերը ճանաչում եք Արմենին Դարփինյան, Արմենը մի քանի տարի առաջ կարծեմ միացել է ուրեմն Demk Show-ին, այստեղ Միացյալ Նահանգներում Demk Show-ին գիտեք բոլորը դել, շատ հայտնի են տղաները, ու ինքը ուրեմն ունեցավ իր ստենդափ ներկայացումը, Հրաչը ուրեմն տոմսերը առել էր, ես էլ անտեղյակ հրավիրեց, գնացինք լավ ժամանակ անցկացրեցինք, ծիծաղեցինք լիքը, դրանից հետո իհարկե հիշեցինք մեր բանակային կյանքը, երկար խոսացինք, դրա վերաբերյալ էլ ահագին ծիծաղեցինք, այն ժամանակ այդ ամեն ինչը շատ սենց բան էր թվում, լուրջ ինչ-որ խնդիր էր թվում, բայց հիմա արդեն որ այդ ամեն ինչը սենց հիշում ես, ծիծաղալու է նույնիսկ, մի խոսքով, շատ հետաքրքիր ծառայություն ենք անցկացրել։ Ես Հրաչին ուրեմն հրավիրել եմ ալիքի հյուր, Հրաչը մեծ սիրով համաձայնվեց, շնորհակալ եմ դրա համար քեզ Հրաչ ջան։ Եվ Արմենին նույնպես հրավիրում եմ ալիքին հյուր, գիտեմ Արմենը ժամանակը շատ սուղ է Արմենի, զբաղված է շատ է ուրեմն իր այդ խիստ զբաղված է գրաֆիկը, բայց Արմեն ջան կարծում եմ մի օր կհատկացնես մի կարճ ժամանակ ինձ ու իմ ուրեմն հետևորդներին, որ էլ ծանոթանանք, զրուցենք, բայց ամենայն դեպս ստենդափի պահով գիտեմ իմ վիդեոները նայում ես, ասեմ, որ ստենդափի պահով ապրես, իրոք սենց շատ լավն էր ու շատ ասում եմ ահագին ծիծաղեցինք ես քեզնից չէի սպասում ախպեր ճիշտը որ ասեմ սա իհարկե կատակ ուրեմն Արմենը եթե չեմ սխալվում Արմենը դերասանական կրթություն ունի լավ այդ մասին ասված առաջ մի օր Արմենը մեզ հյուր կգա կզրուցենք Դե Հրաչիներ նորից իմ խորին շնորհակալությունը Հրաչ ջան ապրես քեզ էլ սպասում ենք մոտ օրերս ալիքին հյուր
Ժամը 7:30 է, նոր Հոլիվուդից առաջի պատվերը կոմֆորտով, ճիշտ ասած, ստացա, գնում եմ аэропորտ։ Հենց որ կոմֆորտ է, բայց գինը էլի ոչինչ, 90, կարծեմ $92 դրեց, ոչինչ։ Գնացինք аэропորտ։ Իջացրեցին ինձ նոր аэропորտում, զարմանալիորեն, բայց չավելացրեց գումարը, սովորաբար լիֆտը տարբերություն զգում ես, եթե խցանման մեջ ես լինում, բայց այսօր ոչ մի բան չավելացրեց, չնայած նրան, որ բավականին ծանր եկանք, չգիտեմ ինչքան երևաց վիդեոն։ Տենց, հիմա аэропորտում եմ, բայց ուզում եմ аэропորտում ճիշտ ասած մի քիչ սպասեմ, որտեվ ժամը լավ ժամ է, այս ժամին արդեն վայրեջքներ է լինում։ Սպասեք, տեսախցիկը թեքեմ փողոցի կողմ, որտեվ մեր ընկերները բողոքում են, ասում են շատ էս քո վրա պահում, մի քիչ էլ փողոցից դուր, հենց որ սենց կանենք։ Հիմա մի քիչ կգնամ լաթում կսպասեմ, որտեվ նախ արդեն քաղաքում գործը նստում է, բայց aeroporti համար էլ այս ժամին լավ է, բան կա, սկսում են իջնել, վայրեջքները սկսում են արդեն սկսվում են, մի խոսքով, գնացինք լատ։
Մի ժամ аэропորտում սպասեցի ու հիմա դատարկ դուրս եմ գալի аэропորտից։ Ճիշտ ասած ներս չէր, որ առանձնապես մեծ հույսեր էլ չունեի։ Ուղղակի մեկ-մեկ լինում է, օրինակ անցած օրը Excel-ով եմ аэропորտից վերցրել ու լավ գնով եմ վերցրել, ասենք, բարձր տվեց։ Դրա համար մտածում եմ, կարող է այսօր էլ բախտս բերի, բայց դե բան չեղավ։ Մի խոսքով հիմա շարժվենք, երևի Հոլիվուդի կողմ կգնամ, ժամը չնայած արդեն թույլ է, 10:40 է ժամը, ժամին գործը սովորաբար նստում է, բայց ես քաղաքի մեջով հիմա կբարձրանամ դեպի Հոլիվուդի կողմ, տենանք այսօր ընդեղ մեզ ինչ է սպասվում։ Աեропորտից փողոցներով քշելով բարձրացա մինչև Հոլիվուդ, հիմա նոր Հոլիվուդում ստացա այսօրվա երկրորդ պատվերս, գնում եմ ուրեմն Հոլիվուդից Բևերլի Հիլզ։ Hey, how you doing? Yes. Comfort of Beverly Hills-ից վերցրեցի, գնում եմ Universal Studios, վճարում է $37 8 մայլի համար, հիմա չգիտեմ շատ է թե քիչ է, այդ հարցի մի կողմն է, բայց Beverly Hills-ում ինչ-որ ճանապարհները փակ է եւ այլն։ Հասա նոր Studio City, չացրեցի աղջիկներին, հիմա այստեղ մի քիչ կսպասեմ, միգուցե այստեղից մի բան կարողանամ վերցնել, ժամը 1:30 է, ցերեկվա, $186 եմ աշխատել դեռ, տեսնենք ինչ է մեզ սպասվում օրվա երկրորդ կեսին։ Studio City-ից բլաքով պատվեր ստացա, մի կես ժամ երևի սպասել եմ ստեղ, ենթադրում եմ շատ երկար չի, հենց որ տեսնենք ուր է գնում մեր ընկերը։
Pick it up. Hi, Brad. Yes. Sorry, man. Oh, no problem. How are you? Good, how you doing? Good. Thank you. Աստորեն Բրբանկ էին գալիս, Բրբանկի մոլ։ Չգիտեմ, ստեղ ինչ ենք անելու, բայց սպասեմ մի քիչ, այս լիֆտի հետ կապված ես ոնց հասկանում եմ, շատ քշելուց այդքան օգուտ չկա այս կոմենքում, ավելի լավ է այս լիֆտի պարագայում ոնց որ ուղղակի կանգնես միտեղ սպասես, իհարկե այնց տեղ, որ մի քիչ աշխուժություն լինի բնականաբար, բայց Uber-ի դեպքում ինչ ան, Uber-ի դեպքում անդադ պտտվում էի միջև որ ակտիվ ժամերը շատանար, դե լիֆտի մոտ այդ ոնց որ չկա 12 ժամ ուղղակի հաշվում, Այսա, ստեղ մի քիչ կսպասենք, ստեղից էլ բախտս բերի մի բան, դա այսօր իմիջայլոց ոնց որ թե աշխատանքի պահով քիչ թե շատ իմ բախտը ավելի է բերում, որտեվ ընկերներս ովքեր Uber են քշում, իրանց հետ էլ խոսացի, այսօր բոլորը բողոքում են, ասում են շատ թույլ է գործը, հենց որ տեսնենք կարող այսօր լիֆտը ասել է այսօր քո օրն է, մենակ այսօր, բայց գացիկ Ճիշտ ասած, այն որ ասում են ներքին զգացողություն ունեի, որ այս տղային էլի հետ էի բերելու, որովհետև խանութ էլ հասկացա, որ գնում ա կոստյում առնի, հյուրանոցից էի վերցրել, դե լոգիկայով ենթադրեցի, որ կոստյումը առնի, նորից կարող ա հետ գա, փորձի համար մի 20 րոպե դեռ սպասեցի, չսխալվեցի, մի խոսքով տղային նորից հետ բերեցի հյուրանոց, հիմա նորից Universal City-ում է, բայց ինչ ասեց ընկերը, համարս վերցրեց ու ժամը 5-ի կողմերը տեքստ կանի ինձ, եթե մոտակայքում եղա, իրան պետքա տանեմ, տենց երկար տեղ չի, կարճ տեղ, բայց մեծ հաճույքով կտանեմ, որտև մետնտիր տղա է, շփվեցինք, ծանոթացանք, աշխատեմ մոտակայքում մլնեմ, եթե իհարկե շատ հեռու չտանի, մի խոսքով, այդքանը, նորից Universal City, սպասում ենք հաջորդ պատվերը։ Studio City-ից Excel-ով տվեց այրոպորտ, բայց նախնական գումարը ինչքան որ տվել էր $96, ոչ մի կոպեկ չի ավելացել, չնայած նրան, որ ժամանակն սկզբնական տվել էր մի ժամ, բայց եկել ենք ժամ ու կես, ոչ մի բան չի ավելացրել, ամենայն դեպս հա, մենա ունենք են, ինչ ունենք, եկա LAX այրոպորտ նորից, լավ էր այրոպորտներ գոնե դեռ դատարկ շուտ իջացրեցի, հիմա չգիտեմ ոնց որ գնամ մի հատ լաթում էլի այսօր բախտս փորձեմ, սպասեմ մի քիչ, կարող է բախտս բերի այսօր։
Aeroպորտից վերև բարձրանալու ճանապարհին հիմա նորից հետ aeroport պատվեր ստացա Black Isle-ի 8 մայլ $50 շատ լավ է։ Վերցնում եմ ու շարժվում aeroport։ Third. I don't know if they have the like gate. Okay, հասանք aeroport։ Չասեցին որ աղջկան, aeroport-ը դեռ դատարկ է, դեռ շանս կա որ կհասցնեմ մինչև ծանրաբեռնվել է, որտև երեկոյան ժամին, երևի մոտ մի ժամից արդեն լավ ծանրանում է վիճակը aeroport-ի։ Ինչևից է։ Հիմա Եթե չտա, կգնանք լատ, լաթում եք իշք սպասենք, որովհետև հոգնեցի արդեն անդադար քշում եմ ես քանի ժամ կլինի արդեն 3 ժամ կլինի մոտավորապես։ Խոսքով գնացինք։ Ժողովուրդ ջան, այսքանով այսօրվա օրը ավարտում ենք։ Ես aeroport-ի մոտ էի ու իմ ժամանակը վերջացավ, քանի որ ինչպես նշել եմ, լիֆտը շոուները գիտեն, լիֆտը ուղղակի հենց on-line ես գնում, ինքը ժամը հաշվում է, բռի նման չի, որ ակտիվ ժամերը հաշվի, հենց որ 12 ժամս վերջացավ, ճիշտ է, մի պահ անջատել էի, դրա համար նոր հիմա ժամը 8-ն է լինում, նոր վերջացավ։ Հենց որ լույսը վառեմ, հենց որ այսքանով այսօր կեզրափակվեմ, հիմա տան ճանապարհին եմ, երկար ճանապարհ է սպասվում, որտեղ 405-ով եմ գնում aeroport-ի մոտից, իսկ 405-ը Գիտեք, մեր բոլորիս կողմից շատ սիրված 405-ն է։ Հենց որ այդքանը այսօր աշխատել եմ $402։ Շատ է, տանջանքը շատ է, այո։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ եթե մենակ լիֆտ է, սենց
արժեքի մեքենա ու սենց մեծ ծախսով մեքենա չարժի։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ որ վիդեոյի հետ էիք։ Շատ շուտով էլի կլինի հաջորդ վիդեոն, խոստանում եմ էլ սենց երկար դադարներ, ամեն ինչ կանեմ ամենայն դեպս, որ սենց երկար դադարներ չլինի, ուղղակի նորից եմ կրկնում, այդ ամեն ինչ այդ ստրեսային վիճակը, խառը վիճակը սենց ոնց որ չի կարող ինձ տրամադրել, որ վիդեոն անեի, քանի անգամ նկարել եմ, կեսից ջնջել եմ, ուղղակի ջնջել եմ, որտեվ ինձ դուր չի եկել, համոզված եմ ձեզ էլ դուր չէր գալու, ես էլ չէր ուզում այտենց բան, վատ տրամադրությունից ձեզ փոխանցեի, ու մյուս կողմից չեմ սիրում այտենց անել մի բան անելու համար, սիրով եմ անում, ինչ անում եմ, նույնն էլ ես գործում եմ միշտ անեմ սրտանց, որ ինչ կա դա ցույց տամ, ինչ մտածում եմ այդ ասեմ, ինչի մասին մտածում եմ ձեր հետ խոսամ, հենց որ լավ մնացեք, շնորհակալ եմ, խորապես շնորհակալ եմ բոլորիցս, շնորհակալ եմ, որ չնայած սենց մեծ դադարին դուք մնացել եք ալիքի հետ, մնացել եք ալիքին հավատարիմ, դա ես շատ գնահատում եմ, այդքանը, լավ եղեք, բարի գիշեր բոլորին։